Ահա։ Ուրեմն ահազանգում են քաղաքացիներն, ասում են, պարոն Ղուկասյան, Հյուսիսային ավտոկայանից ժամանակին բան կար։ Երևան Վանաձոր ավտոբուս։ Հիմա այլևս չկա։ Ճիշտ ասած շաբաթացի որ հանրապետության երրորդ քաղաքը այլևս չունի ավտոբուս։ Վերցեցի զանգարեցի Հյուսիսային ավտոկայան։ Ներողություն, կենտրոնական ավտոկայան։ Զանգանելով կենտրոնական ավտոկայան վերցեցին իմ հարցին թե Երևան Վանաձոր կա ավտոբուս, ասեցին ոչ, ավտոբուս չկա։ Բայց մեր ժողովուրդը ո՞նց են գնում գալու։ Ասում են տաքսով։ Ես ոչ մի կերպ չեմ ո՞նց կարող է հանրապետության երրորդ քաղաքը չունենա բան տրանսպորտային հաղորդակցություն ավտոբուսի միջոցով։ Կամ ավտոբուս, կամ միկրոավտոբուս, կամ սպրինտեր, ինչ-որ մի բան, գյոզել։ Ես ասում եմ գյոզել, դա էլ չկա։ Ես այսպես չեմ թվում։ Ավիրելով, քանդելով, գմփսնելով, մարդիկ եթե մեն առաջ։ Ես այս բան ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ էլ հասկանում եմ, թե ուր է գնում այս երկիրը։ Այսպես նորություն ժողովրդի։ Ուրեմն մենք անդրադարձել ենք Արագածոտնի մարզպետին, Սեգուլիկ, այդ սուցինյոր նարկոման բոզի տղուն։ Բան քրիստիկը ասեց, պարոն Ղուկասյան, դուք գիտեք, որ աշտարակի մշակույթի տունը իր կադրերով եւ ծավալով ոչնչով չի զիջում Մոսկովսկի Большой театр։ Մեկ ու կես հարգանիշ շենք։ Ուրեմն ինձ ուղարկեցին հաստիկացուցակը ուրա հաստիկացուցակը այդ մշակույթի տան։ Ուրեմն հաստիկացուցակի մեջ կա մի հատ տնորեն, ինչ եմ ասում, մի հատ հեսակասեմխի, որը ստանում է 400,000 դրամ աշխատավարձ։ Աշտարակի մշակույթի տունն է, ընկերաբազ, հակակոռուպցիոնի ԺՊ եւ քնչական։ Երկու փոխտնորեն, որոնք ստանում են 220,000 դրամ աշխատավարձ։ Բայց ամենահետաքրքիրը նայեք, ուրեմն շուրջ 20 դերասան աշտարակի մշակույթի տունը, որոնցից յուրաքանչյուրը ստանում է 150,000 դրամ աշխատավարձ, 20 հատ դերասան մշակույթի տան մեջ, եթե համար լրիվ նորություն էր։ Так, ուրա, սա տնենք Telegram կանալ, որպեսզի մեր ժողովուրդն էլ տենա իմ հետ միասին ուսումնասիրեն, թե կոռուպցիան ոնց է լինում։ Ուրեմն 19 պարուսույց Մոսկվայի Большой театрում, որի դիրեկտորն է Ցիսկարիձեն, հաստատ 19 հոգի բալետ մեստեր չկա, բայց աշտարակի մշակույթի տանը 19 հոգի մենակ բալետ մեստեր կա։ Էս իլը մի կողմ, ամենահետաքրքիրը։ Մոտենում ենք, ուրեմն համակարգող 10 հատ, 10 հոգի ադմինիստրատոր, 5 հոգի պահակ եւ առաքես հետաքրքիր բան 19 հավաքարար։ Ռազմական ոստիկանության վարչության շենքի մեջ ընդամենը 3 հավաքարար էր։ 3։ Այս կողմը 2 հարկ էր, այս կողմը 3 հարկ էր։ Ու սաղ կաբինետնի 3 հավաքարար էին։ Կառավարության շենքի մեջ միանշանակ այդքան հավաքարար չկա, չգիտեմ ինչքան, բայց 19 հավաքարար այդ կառավարության մեջ շենքը չի կարող ունենա։ Մի հատ աշտարակի մշակույթի տուն 19 հավաքարար։ Զանգել են վեկալելա մի հատ դլո։ Ասում եմ դլո, Մարինա Մկրտչյանն ինչ խռ գլուխ էր։ Ասում եմ միացել ինձ ասեք տենամ, ձայնագրությունը գցել ենք։ Իսկ ինչ խերա, 19 հավաքարար։ Ասում եմ դա բանը անձնական գաղտնիք է։ Ասում անձնական գաղտնիքը ո՞րն է։ Այ անգրագետ դլո։ Եթե ես քեզ կհարցնեմ, մարդը քեզ քանի անգամ դոմպ է, ես գիշեր, կամ вообще դոմպելա թե չէ։ Էդի կլինի անձնական։ Ես հարցնում եմ, ասում եմ, մեր կենտրոնական մշակույթի տունը, սախ մշակույթի տներ, Թալին, Մալին, ապարան, Ծաղկաձոր, սախ ստեղծած։ Ասում եմ, եթե կենտրոնական մշակույթի տունը այդ Թալին, Մալին, Ծաղկաձոր, ուրեմն պիտի բանը տնորենն էլ շատ փոխտնօրեններն շատալն էլեկտրիկ 2 հատ է, դու ասում ես սախ մշակույթի տները, ու բան չէ 2 հատ էլեկտրիկ,
Վեկալը զանգում ենք են մյուտ մշակույթի տներով, ասում եմ ձեր մոտի հավաքարարները դե դուք вообще աշտարակի մշակույթի տան հետ կապ ունեք, թե չասա ոչ։ Մենք հավաքարարը մեր մոտը, մեր թվերը մեր թվերն է։ Մենք դրանց հետ կապ չունենք։ Հիմա Նիկոլ Փաշինյան Պոռնեկի ծնունդը դրած ԱԳՆ-ի այն ժողովրդին դիմավորում են դիվանագիտական այդ արարողակարգի մեքենաներն ակրճատը։ Ասում է գնացեք սերվիզից ավտո վարձեք, դրանով դիմավորեք։ Իբրե գումար ախնայեմ։ Բա էսի դու չես տենեմ բոզի տղա 19 հավաքարար մի հարգանի շենքի կամ 20 դերասան 19 քանի պարուսույց էսի չէ ութվաբանություն է։ Ասում եմ Մոսկվայի Բաշոյ ծատրը ասես թիվ չունի 191 աշխատող այդ մի մշակույթի Ուրեմն ինչքան իա բոզ ունեն, քած ունեն, դլո ունեն, քուր, մեր, մորքուր, աղբեր, հորքուր, ով կա չկա սաղին բերետե ձևակերպել են բալետմեստեր, ռեժիսոր, ասիստենտ, համակարգող, լուսավորող, խճունային ռեժիսոր, փողային գործիքներ, հետո լարային գործիքներ, խտրեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնակատարը լսում է։ Անդո լսար, ցուցակը դրած ամտի նայի։ Որ ձեզանից մի հատ բոզի տղա չասի, այտենց բան չկա։ Ո՞ւս կարա մի հատ մշակույթի տունը ունենա 191 աշխատող։ Մարզը համերգային համալիրը այդքան աշխատող չունի։ Իանց սաղ ազգուտակի խնամի բարեկամ ծանոթ քածա բոյֆրենդ սաղին բերեք օխել են ու փողավոր դուրս են գալում։ Կոռուպցիա։ Կոռուպցիա։ Սրա մասին Արագածոտնի մարզային դատախազությունը գիտի։ Արագածոտնի մարզային կագեբեն գիտի, MVD-ն գիտի, դուք չգիտեք, դուք էլ իմացաք, հəl տնանք ինչ եք անում, գնալու եք սրայդևից, թե չէ։ Ոնց են սասանան բյուջեն, այս հենց։ Են Արտակ Գալստյան Պոռնեկի ծնունդի հետ կապված ասեցինք, տվեցինք հաղորդում, որ մարդը հարևանի պատի միջոցով գալիս են, մտնում են Երևանի են իմեն ավականիներ աղբի ծնունդները, հարևանի տարածքով մտնում են Արտակ Գալստյանի տուն, դուրս են գալի, ինքնադուրսումներ սանում, ասինք, բարձրաձայնինք եւ այլն։ Բարձրաձակապես ոչ մի բան։ Ինքեր նախքին բանը պրոբացիայի ժպն, որին հանին սիկտիրարին, այս բոզի տողուն։ Ասինք, արին չարին։ Ուրեմն Արմավիր քերակատարողական հիմնարկում նստած 5-րդ մասնաշենքում, եթե չեմ սխալվում, Արտակ Գալստյանի նարկաման բոզի տղեն շարունակում է խցից, նարկոտիկ վաճառել նորից, շարունակում է տիկտոկյան կանալներ ղեկավարել եւ այլն։ Բերթի պետ Արմավիր քերակատարողական հիմնարկի ուրամ Արսեն Արզումանյան տեղյակա բնականաբար, Բերթի պետի տեղակալը եւս տեղյակա բնականաբար, ես ինչքանով գիտեմ ինչ որ մի օրենքով գող տոլի ավտորիտետ Արտակ Գալստյանի տղու համար միջնորդ է լավ։ Ինձ թվում է մենք մինչև մյուս հաղորդմանը կիմանանք ով է այդ օրենքով գողը եւ